Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը շարունակում է քարոզարշավը իր նախընտրած ձևով եւ իր նախատեսած բովանդակությամբ, այցելություններն ու հանդիպումները արդյունավետ են ու համեստ, ասել է ցուցակի առաջին համարժ Լևոն Շիրինյանը։ Կուսակցականները այս անգամ այցելել են Էջմիածին ու Թալին, շեշտում են, որ լավ ընդունելության ու ջերմ վերաբերմունքի են արժանացել։ Շիրինյանն ամփոփել է հանդիպման արդյունքները։ Բացատրում ենք, որ մեզ խորհրդարան է պետք բազմակուսակցական, ժողովրդավարական եւ պետականաշեն Հայաստանակենտրոն իրենց ընկալումներով։ Մի խոսքով, սա այն է, ինչ որ կուզենայի ասել, արտառոց դեպքեր չեն եղել, հակառակը եղել է ջերմ վերաբերմունք, բան։ Բայց ես մի բան ասեմ, որ մեր հանդիպման պարագայում կա մի սպეციფիկա։ Շատ հարցեր չեն տալիս, հակառակը ես դա հասկանում եմ, որտեղ հիմնականում քաղաքացիներ, ովքեր մեզ մոտենում են, մենք որոնց հետ զրուցում ենք, հիմնականում դրանք իմ հետևորդներն են եղել, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության հետ, քրիստոնեական արժե համակարգ բաժանողներ եւ այլն։ Եվ այդ իմաստով փոխըմբռնումը շատ ավելին է, քան կարելի է ենթադրել։ Ընդ որում ասեմ, որ որևէ չափազանցություն իմ ասածի մեջ չկա, հակառակը ես փորձում եմ ներկայացնել իրականությունն այնպիսին, ինչպիսին համեստությունը մեզ թույլ է տալիս դա ասելու։